Ինչ են հուշում աստղերը։ Այս հարցի պատասխանը մենք փնտրում ենք անհատական հորոսկոպներում, ինտերնետում եւ ամսագրերում։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար աստղերը սահմանել են որոշակի բնավորություն եւ վարքի ձևեր։ Այդ պատճառով էլ ոմանց համար երբեմն հորոսկոպների կանխագուշակությունները վերածվում են կախվածության, հույս սերմանելով, որ աստղերն ի վերջո ուղեցույց կդառնան մեր առօրյա խնդիրներում եւ կհուշեն այն հարցերի պատասխանները, որոնք ինքնուրույն չենք կարողանում գտնել։ Մեր նախորդ հաղորդումներում մենք անդրադարձել էինք հոգեբանական որոշ կախվածություններին։ Այսօրվա մեր թեման կախվածությունն է հորոսկոպից, եւ իմ զրուցակիցն այսօր բիոթերապևտ, մարդու փսիխոինտելեկտուալ զարգացման հարցերով մասնագետ Կարեն Եմեջյանն է։ Ողջույն, պարոն Եմեջյան։ Ուրախ եմ, որ այսօր դուք եք իմ զրուցակիցը։ Այսօրվա մեր թեման հորոսկոպն է, ավելի ճիշտ կախվածությունը հորոսկոպից։ Հետաքրքիր է, ինչու են մարդիկ այդքան հավատում հորոսկոպների։ Սկսենք նրանից, որ հորոսկոպները իր արմատով ավելի մի քանի հազար տարվա պատմություն ունեն եւ իդեպ մեր մեծամորի հին աստղադիտարանը, որ գտել են, այնտեղ առաջին անգամ գտել են հորոսկոպի նշանները, որը հիմա օգտագործում բոլոր քրիստոնեական աշխարհում։ Բացի դրանից, ինչ են մարդիկ հավատում, որովհետեւ մարդ էակին բնորոշ է ինչ որ մի բանից հույս ունենալ, հավատ ունենալ, ինչ-որ մի բանին հավատալ, զգալ, սպասողական դրություն եւ հույսով լինել, որ ամեն ինչը դեպի լավը կլինի։ Երևի հիմնական ասենք ինչ-որ մարդիկ կախման մեջ եւ հետաքրում սա է, բայց այս բոլորի տակ մի ուրիշ արմատ կա։ Ամեն 2 ժամը 1 համապատասխան համաստեղությունը թողում է իր ճառագայթումը։ Եվ պրակտիկորեն օրվա մեջ 12 համաստեղությունները աշխատում են 2 ժամով։ Համապատասխան նրան, ով երբ ծնվում է, նա գտնվում է տվյալ համաստեղության էներգետիկ ազդեցության կամ ասենք ռեզոնանսային վիբրացիայի մեջ։ Դա կողմնորոշում է իր ապագան եւ իր ճանապարհը կյանքում։ Հետաքրքիր է, իսկ կարող է հորոսկոպի կանխագուշակությունը ուղեցույց հանդիսանալ մարդու համար դժվար խնդիրների լուծման ճանապարհին։ Այլ կերպ ասած, հնարավոր է մարդը կարդա իր կանխագուշակությունը եւ լուծումներ գտնի։ Եվ այո, եւ ոչ։ Այո, եթե տվյալ մարդը, ասենք, իր կամքով թույլ է եւ այդ դեպքում փորձում է կողմնորոշվել ինչպես իրեն շարժվել ելնելով իրեն հորոսկոպային, ասենք, աշխատանքի ժամից ինչ կարող է անել եւ այդ դեպքում իհարկե դա բնորոշ է, բայց պետք չէ ընկնել, ասենք, պարանոիկ վիճակի մեջ եւ ամեն օր բացել եւ կարդալ այսօր ինչ կկատարվի, որովհետեւ այն ինչ մեր ամսագրերում լցված են, լրիվ ողողված են, որ ամեն օր կարող են կարդալ սա է եւ դրանով կողմնորոշվել, սխալ է։ Եվ երկրորդը մի շատ կարևոր բան կա, որպեսզի կարողանանք հասկանանք հորոսկոպը ճիշտ կառուցվի, նաև շատ մեծ դեր է խաղում ժամը եւ րոպեն ծննդյան, որտեվ օրինակ խոսքի ունենք ամիսով եւ օրով նա կարող է խոսքի ունենք լինի ցելի ազդանշանը, ցելի նշանի տակ, բայց ի ծնե րոպեով եւ ասենք այն վարքյանով որ նա ծնվել է, նա կարող է խոսքի ունենք լինել ձկների ազդեցության տակ եւ այդ դեպքում նրա մոտ ավելի շատ մեծ դոմինանտ կա ձկան աստղանիշը քանց ցուլը։ Եվ դա է լինում, որ շատ դեպքերում ինչ որ մեկը բացում է ցուլը կարդում է, գիտես ինչ որ այնքան է նման չի ինձ, ճիշտ է ասում, որովհետև ինքը ծնվել է մի ուրիշ աստղանիշի տակ։ Մյուս կետը որ խոսում ենք, սա այս բոլոր հարցերի մեջ ամենակարևոր բանը նա է, թե այդ մարդը ինչքանով կամքով հզոր մարդ է, որովհետև կամքով հզոր մարդու մեջ 12 զոդիակալ նշաններն է գործում են եւ ինքը կարողանում է օգտագործել եւ աշխատացնել այն նշանը, որը այս րոպեին իրեն օգուտ կտա եւ ուժ կանի։ Այսպիսի մի մտավախություն էլ կա, որ հորոսկոպներից կախվածություն ունեցող մարդը աստիճանաբար դադարում է պատասխանատվություն կրել իր արարքների եւ կյանքի համար եւ սկսում է վստահել արտաքին ուժերին, այս դեպքում աստղերին։ Գիտեք ինչպես կյանքում ընդհանրապես пассивությունը դա ես համարում եմ հիմարություն եւ դնել, ասենք, ամեն ինչը նրա վրա թե ինչ կստացվի կյանքում սխալ է։ Մարդը եկը ինքն է իր ճակատագրի որոշողը, ստեղծողը։ Կարելի է իհարկե пассив, ասենք, sense նստել եւ ասել դե ինչ կլինի եւ այդպես է կլինի, բայց որպեսզի թողնել այն, որ այդ բոլորը, քանի որ ես այս նշանի տակ եմ եւ այսպես է եւ այս բոլորը ին վրա դոմինանտ է, ես գտնում եմ շատ սխալ է։
Մարդը նրանով է գեղեցիկ, որ իր ուժը ունի մեջը, իր զորությունը ունի եւ նա կարող է ամեն վարքյան ինքը որոշել եւ վճռել թե ոնց է գործելու։ Պետք է արդյոք ուշադրություն դարձնել կենդանակերպի համատեղելիությունը ամուսնության, ընկերության եւ մնացած հարցերում։ Ամուսնության մեջ այո, եւ դա միջև որս կենդանի է եւ շատ է կիրառում հեռավոր արևելքում, որովհետեւ համաստեղության մոմենտը խոսքը գնում է նրա մասին, որպեսի գիտեք ինչպես, եթե մի կեսը ակտիվ է, մյուս կեսը պասիվ է, իրար համատեղ լրացնելով ստեղծում է ամուր ընտանիք։ Եթե երկուսն է ակտիվ են կամ պասիվ, սա սկիզբն է, որ այդ ընտանիքում հասկացողություն չի լինի։ Աշխատանքային process-ում շատ կարևոր է, եթե դու գնում ես ինչ-որ ստորագրություններ տալու, ինչ-որ պայմանագրեր ստեղծելու բան, շատ մեծ դեր է խաղում այդ օրը քո մոտ ակտիվ օր է, թե չէ։ Դա նշանակում է, թե քո մոտ ակտիվ օր է, դու կհաղթես եւ կստանաս, ասենք, այն ստորագրությունը եւ կանեք այն ինչ պետք է։ Եթե пассив օր է, դու կարող ես գնաս հոյակապ կոպիտ ասած փետուրներդ բացես քիչ ցույց տաս, որ ասենք դու այսպեսի սիրամարգես, ոչ մի բան չի ընդունվի եւ քո աշխատանքը կգնա ջուրը։ Դա համար սա շատ կարևոր մոմենտներ են։ Շնորհակալություն պարոն Եմեն ջան խորհրդավոր զրույցի համար, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ մաղթում եմ, որ հաջողության աստղը միշտ ուղեցույց հանդիսանա ձեր դժվարին խնդիրների լուծման ճանապարհին։